Ես կարծում եմ, որ շատ նիհար եմ ու կոմպլեքսավորվում եմ, օրինակ կարճ շրջազգեստ հագնելուց։ Փաստորեն հանրային արձագանքներն են բերել այդ կոմպլեքսին։ Ինչ որ խնդիր կա, հա, որ սենց նիհարել ես, շատ ես գեշացել։ Անկեղծ ուզում եմ իմ վերցնեմ, սենց տամ այդ մարդու գլխին։ Կողակիցս արգելել է բոլորին խոսալ իմ քաշի մասին։ Շուրթեր չես լցրել, ձգումներ չես արել, քիթ չես վիրահատել։ Այդ ամեն ինչի մոդան կանցնի, իսկ իրանք տենց կմնան, սենց։ Այդ իմը չի։ Առաջարկություն ստացար, որը Փարիզում տեղի ունեցավ։ Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ կցանկանար սիրո քաղաքում ստանալ ամուսնության առաջարկություն։ Քո սիրելին, որպես այդպեսին քո մասնագիտական գործունեությանը շատ դրական է վերաբերում։ Համբույր է, ինտիմ տեսարանը, անկողնային տեսարանը, ես ինքս դրանց դեմ եմ։ Ես անդադար գնում էի կասինգների, ինձ ասում էին, հա, շատ լավն ես, բայց չէին վերցնում։ Այգուցե նաև դա է հաճախ նյարդայնացնում, որ դու շատ բարդ ճանապարհով ես կարողացել ինտեգրվել։ Չգիտեմ, գուցե։ Վախենում ես ավելի համարձակ ասել, որ հա։ Միջեղայնացրեք։ Այդ բլոգերի պատճառով կարաս 6 ժամ նստես, սպասես մինչև ինքը, չգիտեմ, story անի նկարանման հրապարակից կամ ալարի տեքստը սովորի։ Երբեք հատուկ սկանդալներ չես հրահրում կամ օրինակ լողազգեստով կամ 18+ լուսանկարներ չես հրապարակում։ Ես մի քիչ հին մտածելակերպի մարդ եմ։ Ճիշտ պահին հայփ բռնելը քո մասին չի։ 115,000 հետևորդ չէի ունենա հայփ, եթե անեի։ Ավելի շատ կլինեին հետևորդներս։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։